Ընկերներ ջան, ողջույն։ Նախորդ տեսանյութերիցս մեկում ուրեմն ցույց էի տվել, որ Viola ջուր ընկերությունը զավթել է մայթը, այս բորջուրների վրա մեքենաներն է կանգնացնում, ուրեմն ոստիկանությունը չի կարողանում կողմնորոշվի։ Այս նակը, որ դրել են, ով է թույլատրել, եթե իրանց աշխատողն է, ինչի միջև պատժված չի, կամ եթե ինքնիրավչություն է Viola ջուր ընկերության կողմից, ինչի չեն հանել, ով է թույլ տվել, որ մեր քաղաքացիների փողերով կառուցվող այս քարերը, ասֆալտը ջարդվի մեքենաներով Viola ջուր ընկերության մեքենաների կողմից։ Եթե ինքնիրավչություն է եղել, ինչի չեն գալիս հեռացնեն սաղ, նայեք։ Եթե մի հատ աղջիկ գաստեղով կալյասկա ուզենա անցնի, չի կարողանա, որտեվ հələ լինում է, որ ակը թեքում են դեպի այս աջ կողմ։ Ոստիկանության, որը աշխատողն է տվել այդ թույլտվությունը զնակը դնելու, չեն կարողանում գտնեն, չպարզեն իրար մեջ։ Այդ ոնց է եղել, տեսեք ինչքան նեղ տեղ է այստեղ։ Բայց երբ որ գալիս է մարդկանց թալանելու պահը, երբ որ գալիս է փողը մսխելու պահը, բոլորը իրանց տեղերում են, նայեք։ Եթե սա անեն սովորական քաղաքացիներ, շատ արագ արձանագրությունները կկազմվեր, նայեք։ Անցումի վրա, որ անցումից պետք է 5 մետր հեռավորության վրա լինի կայանումը։ Թե զնակը ով է տվել եւս մեկ անգամ, հարգելի ոստիկանություն, հարգելի Երևանի քաղաքապետարան, մարդիկ չեն վճարում հարկերը, որ այդ հարկերի փողերով սենց կառուցեք, հետո դնեք քանդեք, ինչ աստե Viola ջրում մի քանի հոգի պետք է իրենց լավ զգան։ Հանեք այս սաղ ռադարեք սենց ուղիղ գծով, ոնց կա։